Գնդապետներ Վալերի Քոչարյանի, Վահան Վարդանյանի, Սարգիս Տորիկյանի, Ամլետ Բուրանյանի, Արամ Գեսյանի, Արայիկ Մուրադյանի, Հատուկ դիշակերում է մարտնչև անմահացև Իսախ հրամանատար Հայաստանի Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ անկախության 20-րդ տարեդարձի մեծ շքերթի գլխավոր փորձը։ Ինչպես նախատեսված է սեպտեմբերի 21-ին հերթով հրապարակով անցնում էին զինվորական խմբերը, հնչում էին ողջունի խոսքերն ու շնորհավորանքները, դրան հաջորդեց նաև զրահատեխնիկայի երթը։ Կարծում եմ, որ մեր զինված ուժերը արժանի պաշտպաններ են մեր հայրենիքի, վստահ եմ։ Շատ տպավորիչ է, 21-ին անպայման Հանրապետության 20-ամյակն է։ Ես հպարտ անում եմ, որ մենք սենց պատրաստ ենք հակահարված տալու ցանկացած թշնամու։ Իրոք ես անկեղծ հպարտ անում, ուրախ եմ։ Շարունակում են 100 մետր տրամաչափի կարճակով 12 բնակավարները, որոնք նախատեսված են մինչև 8 կիլոմետր հեռավորությամբ։ Ինչպես սեպտեմբերի 17-ին, այդպես էլ այսօր շքերթի փորձերի պատճառով Երևանի կենտրոնական մասերում մի քանի փողոցներ էին փակվել եւ մասնավորապես այսօր առավոտյան ժամը 7-ից մինչև 14-ը մի քանի ավտոճանապարհներում խցանումներ էին։ Հուսալի պաշտպանված է։ Ինչու խոչընդոտ հանդիսանում։ Ոչինչ։ Կարելի է փողոցներն էլ փակել նման բանի համար։ Իսկ ճանապարհները որ փակեն, ինչու խնդիր առաջացնում է։ Ես նման հարցերի չեմ կարող պատասխանել, որովհետև հիմա փորձերն են կատարվում, երևի այդ պատճառով է։ Դա խնդիր չի, դա անհրաժեշտություն է։ Արտական խաչ երրորդ աստիճանի իշխանության ասպետներ, գլխավոր շտաբի պետի տեղակալներ, գեներալ լեյտենանտներ։ Ինչ եք արել, շրջանցել եք, ոնց եք քշել։ Ես սպասել ենք մինչև տեխնիկան անցնի նոր անցնի։ Հա, եւ հաճախորդներ շատ կորցրեցիք։ Ոչինչ։